Աստծո ժողովուրդ, այսօրվա նյութը, որ ուզում եմ կիսվեմ ձեր հետ, գրված է Երգերքոց գիրք առաջի գլուխ 9-րդ խոսքը։ Նյութի վերնագիրը կոչվում է այսպես. Փարավոնի կարգերին լծված։ Կարդում եմ 9-րդ խոսքը. Փարավոնի կարգերին լծված ձիերին նմանեցրեցի քեզ, ով իմ սիրուհիս։ Ասում է փարավոնի կարգերին լծված ձիերին նմանեցրեցի քեզ, ով իմ սիրուհիս։ Մենք գիտենք, որ այս հատվածը Երգերքոց գիրքը խոսում է Քրիստոսի եւ Աստծո եկեղեցու հաղորդակցության, փոխհարաբերության մասին։ Աստծո եւ Հիսուսի եւ եկեղեցու հաղորդակցության մասին է խոսում։ Փարավոնի կարգեր, փոխաբերական իմաստով խոսում է Աստծո թագավորության, Հիսուսի կառավարության մասին։ Փարավոնի կարգերին լծված ձեր, որը խորհրդանշում է Աստծո սիրող, հասկանում եք, Աստծո առաջնորդվող հոգևորների մասին։ Ձերը ինչպես լծված էին փարավոնի կարգին, այնպես էլ հոգևոր մարդիկ, Աստծուն հավատացող ու սիրող մարդիկ, իրանք լծված են Հիսուսի կարգից։ Եվ ինչպես ձերը կառավարվում են կարգի վրա փարավոնի կարգից, այնպես էլ Աստծուն սիրող, Աստծուն հավատացող հոգևորները իրանք կառավարվում եւ առաջնորդվում են Քրիստոսի կողմից։ Սրան զուգահեռ ես ուզում եմ կարդամ եւս մեկ համար, որ գրված է Սաղմոս 31-ի 3-րդ խոսքի 2-րդ հատվածում։ Ասում է. «Եվ քո անվանդ համար ինձ առաջնորդե ու զիս կառավարե»։ Աստծո մար Դավիթը այստեղ խոսում է եւ ասում է. «Քո անվանդ համար ինձ առաջնորդիր եւ կառավարիր»։ Մենք տեսնում ենք, որ այստեղ Դավիթն էլ նման էր այս ձիերին, ինքը Աստծուն սիրող եւ Աստծուն հավատացող մարդ էր։ Եվ ինքն էլ իր գտնված վիճակում ցանկանում էր եւ ուզում էր Աստծո առաջնորդությունը եւ կառավարություն իր կյանքում։ Նա էր լծված էր այս ձիերի պես փարավոնի կարգին։ Եվս ուզում եմ կարդամ մեկ համար, որը գրված է Հռոմեացիների 8:14-ում. «Վասնզի անոնք, որ Աստծո հոգիով կառաջնորդվեն, անոնք Աստծո որդիներն են»։ Նրանք են Աստծո որդիները, ովքեր առաջնորդվում են Աստծո հոգուց։ Իրական եկեղեցին առաջնորդվում է Աստծո հոգուց։ Իրական Աստծո եկեղեցին լծված է փարավոնի կարգին եւ նրանք կառավարվում եւ առաջնորդվում են փարավոնի Հիսուսի կողմից։ Այո, մենք լինենք Երգերքոցի այս խոսքի պես, որոնք նման են ձիերի, որոնք լծված են փարավոնի կարգին։ Ամեն։